Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Արտակ Զեյնալյանի կենսագրությունը։ Արտակ Զեյնալյանը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին քաղաք Երևանում։ 1986 թվականին ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան համար 84 միջնակարգ դպրոցը, 1996 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1999 թվականին Առողջապահության ազգային ինստիտուտի արձինատուրան, 2002 թվականին Կառավարման ակադեմիան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագիտացմամբ, 2009 թվականին ավարտել է Գլաձոր կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2014 թվականին մասնակցել է Արտադրության ակադեմիայի դասախոսների համար ՄԻԵԿ եւ ՄԻԵՏ նախադեպային իրավունքի ամրապնդումը Հայաստանում թեմայով դասախոսություններին։ Արտակ Զեյնալյանը 1987 թվականից 1989 թվականները ծառայել է խորհրդային բանակում, 1990 թվականից 97 թվականները կամավոր մասնակցել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությանը, Նիկոլ Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում եւ ստացել է վիրավորում։ 1986 թվականից 98 թվականները աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ, 1998 թվականից 2001 թվականները եղել է առողջապահության նախարարի տեղակալ, 2000 թվականին ղեկավարել է կառավարության առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակություն ունեցող ապրանքների վերագնահատման հանձնաժողովները, 2000-ից 2001 թվականներին ղեկավարել է ժողովրդագրական առողջապահական հետազոտություն եւ ընտանիքի առողջության պահպանման հաղորդակցության ծրագրերը, 2001-ից 2017 թվականներին եղել է Հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը, 2010 թվականին նշանակվել է Փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ, 2017-ից 18 թվականներին եղել է ազգային ժողովի 6-րդ գումարման падգամավոր, 2018-ից 19 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, 2019-ից 2020 թվականներին աշխատել է Հարաղազարյան իրավաբանական գրասենյակ ՍՊԸ-ում, 2014-ից 17 թվականը, ինչպես նաև 2020 թվականից մինչ օրս աշխատում է որպես իրավաբան։ Արտակ Զեյնալյանը 1993 թվականից Երկրապահ կամավորականների միության հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է, 2001 թվականից ամրագրվել է Տանիք իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդին, իսկ 2003-ից իրավաբաններն ընդդեմ խոշտանգման իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ է, 2009-ից 2011 թվականներին որպես փորձագետ աշխատել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում, 2004 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի միջազգային այցելուների ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին, 2010 թվականից դասավանդել է Փաստաբանների դպրոցում եւ Փաստաբանների պալատում, 2010-ից 17 թվականները հիմնադրել եւ նախագահել է Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, 2011-ից 17 թվականներին եղել է Իրավունքի գերակայություն ՀԿ-ի տարբեր ծրագրերի փորձագետ, 2016 թվականին համակարգել է ռազմական միջամտությունների հետևանքով Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն ծրագիրը եւ եղել է փորձագետ, իսկ 2020 թվականից իրականացրել է գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների եւ ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանություն միջազգային տարբեր ատյաններում։ Արտակ Զեյնալյանի ներկայացրած դիմումների հիման վրա Եվրոպական դատարանը ավելի քան 100 որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, իսկ 2021 թվականին Եվրոպական դատարանը նրա ներկայացրած դիմումների հիման վրա որոշել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանոթել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։ Հեղինակել է Սահմանադրական դատարանի ավելի քան 60 որոշումների հիմքում ընկած դիմումներ, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ներկայացված եւ քննության ընթացքում գտնվող ավելի քան 600 գանգատներ, օրգանների, արյան, ոսկրածուծի եւ այլ հյուսվածքների դոնոր է հանդիսանում։ Արտակ Զեյնալյանը մի շարք օրենքների նախագծերի գործող օրենքներում փոփոխ
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների, կառավարության տասնյակ որոշումների, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, առողջապահության նախարարության բազմաթիվ հրամանների հեղինակ է։ Գիտական մի քանի տպագրված աշխատանքների, զեկույցների հեղինակ եւ համահեղինակ է, ինչպես նաեւ մի շարք աշխատությունների, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական դատարանների վճիռների կատարման գործընթացը, Հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները աշխատության, նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում հատոր 1 Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնած դատական գործերի վերլուծություն աշխատության, ՀՀ Սահմանադրական դատարան եւ մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունների Ամիկուս Կուրիա ժողովածուի, զրպարտության եւ վիրավորանքի հիմքով դատական գործերի մոնիտորինգ, զրպարտություն եւ վիրավորանք լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի, անվճար իրավաբանական օգնության կառուցակարգեր եւ պրակտիկան Հայաստանի Հանրապետությունում կարիքների գնահատում հետազոտության, գերակա հանրային շահի հիման վրա գույքի օտարումների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները հետազոտության համահեղինակ է։ Հեղինակել է նաև Արդարադատության ակադեմիայի ուսումնական մի քանի մոդուլներ, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը վարչական գործերով ուսումնական մոդուլը։ Հայաստանի Հանրապետության նախագահի 20/09/1996 թվականի հրամանագրով արժանացել է արիության համար մեդալի։ Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների զանազան պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում 2009 թվականին Փաստաբանների պալատը իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար նրան շնորհել է պալատի պատվավոր անդամի կոչում։ 2011 թվականին քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար արժանացել է Ամալիա Կոստանյանի անվան մրցանակի, 2013 թվականին ճանաչվել է տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպան եւ արժանացել է ոսկե բանալի մրցանակին։ 2014 թվականին Հայաստանում արևմտյան եւ մի շարք երկրների դեսպանությունների եւ ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի ջանքերի համար արժանացել է 2014 թվականի համընդհանուր իրավունքների մրցանակի, 2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է տարվա իրավապաշտպան տիտղոսին, իսկ 2022 թվականին Ֆրանսիայի Մոնպելիեի փաստաբանների կոլեգիայի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արժանացել է Ժան-Կլոդ Բարելի մրցանակին։ Ամուսնացած է, ունի 4 զավակ եւ 3 թոռ։ Ես կարծում էի, որ չեմ հասցնի խոսել այս ամենի մասին 10 րոպեի ընթացքում, բայց ինձ հաջողվեց։